Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, այսօր Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը, ինչը մի կողմից կարելի ասել ձեռքբերում է, արտաքին քաղաքական իմաստով եմ ասում, բայց մյուս կողմից եկեք ընդունենք, որ դա այն ակնկալիքը չի, որ մենք ունեինք մինչ այսօրվա իրադարձությունը, որովհետև պատվի հյուպատոսությունը այսպես շատ ավելի սիմվոլիկ բնույթ ունեցող կառույց է ինքնին, ակնկալվում էր, որ Ֆրանսիան Սյունիքում, Գորիսում մասնավորապես կունենա լիարժեք աշխատող հյուպատոսարան։ Ինչու պատվո հյուպատոսություն ըստ ձեզ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, պարոն Սարդարյան, փորձեմ մի փոքր հերվից սկսել, ոչ այնքան հերվից։ Ես խոսում եմ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների անհրաժեշտության մասին առնվազն 22 թվականից սկսած, երբ որ վերջնականապես պարզ դարձավ, որ Ռուսաստանի հետ մենք այլևս ընդհանուր ճանապարհով չենք կարող գնալ, ցավոք սրտի չենք կարող գնալ, եւ ուրախություն ինձ վերջին առնվազն 1 տարվա ընթացքում քայլեր եմ տեսնում այդ ուղղությամբ իշխանության կողմից, իրոք մենք շատ դանդաղ, բայց գնում ենք դեպի այդ ռազմավարական բնույթի հարաբերությունների Ֆրանսիայի հետ։ Պատվո հյուպատոսությունը հերթական կիսատ քայլն է այդ ուղղությամբ։ Ինչու պատվո, կարծում եմ այստեղ եւս ցավոք հերթական անգամ այն տրամաբանությունն է աշխատում, որ ռուսին չնեղենք, ռուսին չներվենացնենք, չճղայնացնենք, չգիտեմ։ Ցավոք մեր իշխանության դրսում կան մարդիկ, որոնք այդպիսի մտածելակերպով են առաջնորդվում, դրա համար։ Դա է հիմնական պատճառը, ինչու են բոլորը ցանկանում Սյունիքի մարզում, ես միշտ սա շեշտում եմ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, այլ ոչ թե Սյունիքում, ոմանք շատ այդ նարատիվը, շատ վտանգավոր նարատիվը անդադ առաջ են տանում, Սյունիք, այնպես տպավորությունս է Սյունիքը Հայաստանի մաս չի։ Արցախի հետ ինչ որ զուգահեռներ եմ տեսնում ես, կարող է սխալվում եմ։ Որովհետև Սյունիքի մարզը դառնում է այս պահին, ես չեմ կարծում, որ սա չափազանցություն է, մեր տարածաշրջանում հարավային Կովկասում ամենակարևոր կետը բոլոր խաղացողների համար։ Ես տեղեկություն եմ խնդրում, բայց եթե ինչ-որ մարդկանց համար դա հայտնագործություն է, որ Սյունիքը տարածաշրջանում գերկարևոր նշանակություն ունի, ուղղակի հիշեցնեմ 99 թվականին Վազգեն Սարգսյանը այդ մասին ուղիղ էր ասում։ Ասում էր աշխարհի բանալիները դրած են մեղրիում։ Դե Վազգեն Սարգսյանը ասում էր 99-ին, բայց ցավոք մարդիկ կան, որոնք մտածում էին, որ խնդիրը Արցախում է։ Եվ եթե Արցախի խնդիրը լուծվում է այսպես թե այնպես, ցավոք այնպես լուծվեց, խնդիրը փակվում է դրանով, խնդիրը չի փակվում։ Խնդիրը շարունակում է արդիական մնալ, որովհետև Սյունիքի մարզը շարունակում է այդ կետը մնալ, որտեղ ռուսերեն ասում են точка соприкосновения, հատման կետ, շահերի եւ շահերի բախումների հատման կետ է։ Ուզում ենք դա հասկանանք, բավական է լսենք այն հայտարարությունները, որոնք արվում են Իրանից, օրինակ, դեպ շատ են արվում եւ Էրդողանի վերջին հայտարարությունը Թուրքիայից որ արվեց։ Սա է հիմնական խնդիրը, այդ խնդիրը այս պահին լուծում չունի։ Եվ այստեղից գալիս են այդ պատվո հյուպատոսությունները, անհակ ծառավը բացել է այդտեղ հյուպատոսություն մեր հյուսիսային հարևանի ոչ բարով դաշնակցի, այսքան։ Զուտ աշխարհագրորեն մի հյուսիսային հարևանը Վրաստանի Հանրապետությունն է։ Թե մենք հյուսիսային ասելով բարեբախտաբար կամ դժբախտաբար Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք։ Այո, կարծում եմ բարեբախտաբար, հուսով եմ, որ չենք էլ ունենա, բայց մենք երբ ասում ենք հյուսիսային, միշտ նկատի ունենք Ռուսաստանին։ Մարդիկ կան հյուսիսային ասելուց այսպես են անում։ Դա էլ պետք է նշենք։ Պարոն Ստեփանյան, հիմա քանի որ դուք ինքներդ հասեք այդ հարցին, այսինքն դուք ինքներդ հիշատակեցիք այդ խնդիրը, տեսեք 3 տարի է Ռուսաստանի Դաշնությունը ինքը ուզում է հյուպատոսություն ունենա Սյունիքի մարզում։ Կապանում, բայց այդ 3 տարուց 2 տարին առնվազն շատ քչերը գիտեին այդ ցանկության մասին, ավելի շատ նեղ մասնագիտական եւ աշխատանքային բնույթի քննարկումներ էին գնում, վերջին 1 տարվա ընթացքում ըստ էության այդ իմաստով խաղաքարտերը բացվեցին, այսինքն լայն հանրությունն էլ գիտի, որ Ռուսաստանը ցանկանում է, պաշտոնական Երևանը ամեն կերպ չի ցանկանում։
որ չի ցանկանում, որ Ռուսաստանի հյուպատոսությունը այնտեղ լինի, հասկանալի է, բայց երբեք համարը չի քննարկում, թե ինչու չենք ցանկանում, որ այնտեղ հյուպատոսություն լինի, ինչ է փոխելու։ Նորից փորձենք մի փոքր հետ գնալ, առնվազն ժամանակ ունենք 2000-ը շատ երկար չէ, շատ խորը չէ, 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ որ ստորագրվեց Չարաբաստիկ թղթիկը տորը, ես այն ժամանակ էլ եմ դա այդպես անվանել, հիմա էլ եմ այդպես անվանում, եւ այդ թղթիկը տորի մեջ կար 9-րդ կետ, որով Սյունիքի մարզի տարածքով սահմանվում էր ինչ որ ճանապարհ, որտեղ կլինի ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության ներքո շարժ, ադրբեջանական թուրքական շարժ։ Ես դիտարկում եմ հյուպատոսության ռուսական բացելու այդ անհակ ծառավը այդ որպես այդ փաստաթղթի շարունակություն դրամաբանական ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում վերջին 4.5 տարվա ընթացքում, նոյեմբերի 9-ից հետո մոտավորապես տեղի ունեցավ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթարկվեց դեզավուացիայի վերջնականապես ենթարկվեց առաջի հերթին Ռուսաստանի կողմից, հետո Ադրբեջանի կողմից եւ ամենավերջում արդեն Հայաստանի ստիպված։ Ինչու որտեվ չկա Լաչինի միջանցքը, չկա Լաչինի միջանցքում ռուսական ներկայություն, չկա Լեռնային Ղարաբաղ, չկան Լեռնային Ղարաբաղում հայեր։ Գոյություն չունեցող բան է։ Հիմա ավելացնենք, բացված չեն տարածաշրջանային կոմունիկացիաները։ Ոչ մի կետ չի իրականացվում, այսպես։ Չէ, որովհետև 9-րդ կետը, երբ որպես առանձին միավոր որ բերում են, ինքը ընդհանուր կոնտեքստի մեջ է, այսինքն ինքը առանձին միավոր չի։ Ոչ մի կետ չի իրականացվել եւ դա բերել է մի իրավիճակի, երբ որ 22 թվականին ադրբեջանական ներխուժումից հետո, երբ որ Հայաստան եկան հապկից գեներալի պագոններով, ուսադիրներով մարդիկ եւ ասացին իսկ ով է ասել, որ սա ջերմուկ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածք է, իրավիճակը վերջնականապես մտավ փակուղի եւ Ռուսաստանի արչեւ մենք այդ դուռը, որը բացեցինք նոյեմբերի 20 թվականին, փակեցինք կապված միջանցքային կամ ՖՍԲ-ի վերահսկողության դրամաբանության միջանցքի հետ Ռուսաստանը տեսնելով որ դուռը փակ է այդ պահից սկսած քրոնոլոգիան զգում եք չէ 22 թիվ այդ 3 տարին է փորձեց մտնել լուսամուտով այդտեղից եկավ այդ հյուպատոսության հարցը փափուկ ուժ ինչ են ասում առաջատար ինչ որ դեսանտ իջեցվեց Կապանում, որը սկսեց ինչ որ աշխատանքներ տանել, հետո անցյալ տարի, եթե չեմ խոսքը Եվրասիա հիմնադրամի ժողովրդի մասին։ Հա, իրենք են ընդ հա դեսպանատուն եւ այլն։ Միլից ԱԳՆ-ից մարդիկ եկան, հետո Լավրովը հրաման ստորագրեց, եթե չեմ սխալվում, անցյալ տարի հուլիսի 1-ին բացել հյուպատոսություն Կապանի տարածքում, այսինքն սա Ռուսաստանի կողմից փորձ է, տեսնելով փակ դուռը, որը փակվել է իրենց քթի առջև, իրենց իսկ ջանքերով իրենց քաղաքականության արդյունքում մտնել լուսամուտից։ Ես դա այդպես եմ դիտարկում եւ սա ընդհանուր դրամաբանության, այսպես ասեմ, նոյեմբերի 9-ի դրամաբանության քայլերից մեկն է։ Միակը չէ, այլ քայլեր էլ կարող են լինել։ Եվ հիմա մեզ համար, այսպես ասեմ, այդ հյուպատոսության բացումը գոյաբանական խնդիր է հաշվի առնելով այն կարևոր նշանակությունը, որը ռուսները դնում են դրա տակ։ Եվ հաշվի առնելով, որ մեզ եւ մեր երկրի շահերի համար սա խնդիր է եւ որևէ դրական բան այստեղ չկա։ Տեսեք, հյուպատոսության բացման նկատի ունեմ ֆրանսիական հյուպատոսություն, մենք ունենք արդեն 2 հյուպատոսություն։ Սյունիքի մարզում, իրանական համապատասխան կառույցը եւ ֆրանսիականը։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա։ Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, այնպիսի տպավորություն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ֆրանսիան շատ հարցերում բնական դաշնակիցներ են։ Ավելի բնական երևի մեկ էլ մեր ու Իրանի հարաբերություններն են, հա։ Հիմա ըստ ձեզ, սա հատկապես նաև եթե հաշվի ենք առնում այսօր սենատորներից մեկի, ֆրանսիացի սենատորներից մեկի հայտարարությունը, որ եթե ոմանց թվում է թե Հայաստանի դեպքում կարելի է անել այն, ինչ արվեց Արցախի դեպքում, ապա նրանք չարաչար սխալվում են, որովհետև նման փորձի դեպքում առաջինը հանդիպելու են մեզ այստեղ։ Հիմա մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություններով հանդես է գալիս նաև Իրանը։ Մի կողմ թողնենք, որ շատերը պնդում են, որ Իրանի այդ եւ ռազմական եւ քաղաքական ներուժի մասին խոսակցությունները խիստ չափազանցված են եւ այլն, բայց փաստն այն է, որ Էրդողանը հատկապես վերջին հայտարարությունը որ արեց, ասեց մենք Իրանին կոչ ենք անում
համաձայնել այս ծրագրի հետ։ Սա առաջին հայտարարությունը չէ Էրդողանի։ Երևի երրորդն է թվով, որ Չէ, ես վերջինը նկատում։ Վերջից առաջինը։ Հիմա այստեղ մենք կարող ենք տեսնել այդ դաշնակցային ասեմ, թե գործընկերային հարաբերությունները Իրան-Ֆրանսիա այդ կապի։ Պարոն Սարդարյան, դուք հիմա շատ հետաքրքիր ինձ համար եւ կարևոր մի թեմա եք բարձրացնում։ Ես այդ մասին սկսել եմ խոսել երևի նորից ասեմ, կրկնվեմ 3 տարի առաջ 22-ը, որտեվ 22-ը դա ինչ էր բաժանն էր, որից հետո իրավիճակը մեր շուրջ սկսեց փոխվել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի, Իրանի եւ Ֆրանսիայի միջև պետք է լինեն դաշնակցային հարաբերություններ, ալյանս պետք է ստեղծվի։ Ալյանս, ես չեմ ասում ինչ-որ այնպիսի ալյանս, ինչպես օրինակ ժամանակին 41 թվականին, 40 թվականին հայ եղել է Եվրոպայում, ոչ, բայց այս հարաբերությունները պետք է ձևավորում ստանան մեր մասնակցությամբ։ Ինչու՞։ Մենք տեսնում ենք այսօր ալյանս Թուրքիա, Ռուսաստան եւ Ադրբեջան, այդ նույն Սյունիքի հարցով, Սյունիքի մարզի հարցով, եւ կան նաեւ այլ շահագրգիռ կողմեր, օրինակ Պակիստանի վարչապետը, որը 3 կամ 3 չեմ 7 օր գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, փաստացի օկուպացված, որոնք այս ծրագիրը արևելք-արևմուտք միջանցքը, սա Զանգեզուրի միջանցք չէ։ Այս խնդիրը ամեն ինչ դից է գալի։ Երբ որ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցք, Ալիևը մի քանի աստիճանով իրական խնդիրը, իրական սեփական նախորժակները իջեցնում է։ Մեզ թվում է այդ Զանգեզուրի միջանցքը դա դրանով նա ինչ-որ մաքսիմալիստական բան է մեզան։ Ինքը պահանջում է մինիմումը, երբ որ իրականում իր ուղեղի մեջ կա մաքսիմումը։ Իսկ մաքսիմումը այն է, որ այդ գերկարևոր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական միջանցքը վաճառել Եվրոպային, Չինաստանին, Թուրքիային ինչ-որ առումով, Ռուսաստանին, բոլորին մեր փոխարեն։ Ինքը ունի իր մասնաբաժինը, որը մեծացել է Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո։ Մեզ մնացել է 42 կիլոմետր ընդամենը, եթե Սյունիքի մարզ։ Ինքը ուզում է դա էլ վաճառի մեր անունից։ Սա է խնդիրը։ Սեղանի վրա սա է դրած։ Այդ լավ կտորը, հա, որի վրա հիմա բոլորը բերանները բացել են, դա է։ Հետևապես, եթե մենք ունենք ձևավորվող այսպիսի ալյանս, մենք պետք է ձևավորենք պատասխան ալյանս։ Միջև մենք այդ ալյանսը չձևավորվենք, մենք թույլ ենք լինելու։ Մենք ունենք բնական դաշնակիցներ այս հարցում, շատ ճիշտ եք ասում, դա Իրանն է եւ առաջին հերթին Ֆրանսիան։ Դե այս վերջերս մեկն էլ ավելացավ Հնդկաստանը։ Հնդկաստանը համաձայն եմ, Հնդկաստանը շարունակությունն է Իրանի եւ Հնդկաստանը Իրանով երբ որ գալիս է Հայաստան, սա լուրջ խնդիր է այդ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստանի համար շատ լուրջ խնդիր է եւ մենք պետք է սա օգտագործենք։ Հիմա ես ինչու չեմ նշում Ամերիկայի Միացյալ Նահանգները, պարզ որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ խնդիրներ ունեն առաջերտին Իրանի հետ։ Այստեղ դժվար մենք կարողանանք ինչ-որ երկխոսություն ստեղծել։ Իսկ Ֆրանսիայի դեպքում պարադոքս կարող է լինել, բայց Ամերիկա-Իրան խնդիրները, որոնք սրվել են Տրամպի լեգիսլատորայի տարիներին, էլ ավելի են սրվել, հնարավորություն են տալիս մեզ աշխատել Ֆրանսիայի եւ Իրանի հետ, որովհետեւ Ֆրանսիան այս հարցում, ինչպես մենք տեսնում ենք, նույնիսկ միջուկային բանակցությունները անջատ են գնում, Եվրոպայի հետ առանձին է Իրանը բանակցում, չէ, Ամերիկայի հետ առանձին։ Հիմա այս նույն հարցը մենք ստեղ կարող ենք առաջ տանել։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ կան շատ լուրջ հնարավորություններ։ Եթե մենք հույսներս դնենք ուղղակի Իրանի վրա, թե Իրանը ինչ է անելու առանց մեզ, հա, առանց մեզ տեղյակ պահելու կամ ինքը իր սեփական նախաձեռնությամբ, չգիտեմ, շատ բան կարող է տեղի ունենալ։ Ֆրանսիայի սենատորը, որը դուք ասում եք, մեզ եք հանդիպելու, մենք պետք է իրենց հնարավորություն տանք գործիքակազմ, որ իրենք գան այստեղ, այդ որ եւ հանդիպեն։ Այս պահին իրենք այդ գործիքակազմը չունեն։ Մենք չունենք այդ հարաբերությունները, ես կարծում եմ։ Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ արդեն նախապատրաստման փուլում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական դաշնակցության չասեց գործակցության փաստաթուղթ։ Նախ ուշացնում ենք եւ երկրորդը ես չգիտեմ այդ փաստաթուղթում լինելու է դրույթ, որը թույլ կտա, որ ֆրանսիացուն թուրքը ֆրանսիացուն Սյունիքում հանդիպի, եթե կա բառոճ իմաստով։ Ես նկատում դիվանագիտական, քաղաքական, այս սրա մասին է խոսքը, մենք չենք ասում ֆրանսիական ռազմաբազա բերեք այս բանին։ Այսինքն մենք պետք է այս գործընթացը որքան հնարավոր է խթանենք, արագացնենք, ակսելերացիայի ենթարկենք, որպեսզի մենք այդ ալյանսը, ես նորից եմ ասում, անպայման ինչ որ երակոմ ստորագրություն լինի, բայց փաստացի բոլորը իմանան, որ ստե կա Իրան,
ստեկա Ֆրանսիա, ինչով է կարևոր Իրան-Ֆրանսիա, որովհետև նրանք իրար հավասարակշռել են։ Մեզ վաղուց է առաջարկվել բացել Հայաստանի տարածքում իրանական ռազմաբազա։ Մեզ ասել են, մենք ռազմաբազան կբացենք, դուք որևէ խնդիր չենք ունենա։ Ոչ, սա մեր ճանապարհը չի։ Մեզ պետք է հավասարակշռություն եւ բնական առաջին հավասարակշռող գործոնը այստեղ, որը կհավասարակշռի Իրանի հնարավոր ներկայությունը քաղաքական եւ տնտեսական դա Ֆրանսիան է։ Ճանապարհը սա է, այս պահին այլ ճանապարհ մենք չունենք։ Այդ դեպքում տեսեք, մի նման հարց առաջանում է անկախ քեզնից։ Մենք Ֆրանսիայի հետ դեռ չունենք ռազմական գործակցության հետ, չգիտեմ, պայմանագիր, համաձայնագիր, ռազմավարական գործակցության, ռազմական այդ թվում նաև գործակցության։ Իրանի բարագայում արդեն խոսեցինք, հա, հասկանալի չի Իրանը ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում ամենայն հարգանքով իհարկե։ Մենք գիտենք Ռուսաստանը իրեն ինչպես է պահել, ինչպես է հնարավոր պահի, մենք գիտենք Թուրքիան ինչպես է պահել եւ ամենայն հավանականությամբ էլի նման կերպ կպահի, մենք գիտենք, որ մենք ունենք նաեւ Ադրբեջանանով հարևան, որը կանխատեսելի չէ բառացիորեն կանխատեսելի չէ, որովհետև չես կարող իմանաս, այսօր Իրան մեջքից կբրդի Ռուսաստանը, կհրի թե ասենք Թուրքիան, թե ասենք, չգիտեմ, ինքը Իրանով կգնա։ Կամ ինքը Իրանով, կամ ասենք, չգիտեմ, իր դիմաց կկանգնեն ամերիկացիները կամ ֆրանսիացիները պայմանական։ Հիմա է ստեղծված իրավիճակում ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի ներսում, որ որպեսզի այս սցենարներից մենք խուսափենք, մենք պետք է կրկին քայլ անենք դեպի Ռուսաստան։ Այսինքն Ռուսաստանը ինքը ձեռքը մեկնել է եւ մենք այդ ձեռքը ոչ թե պիտի կծենք, այլ պիտի սեղմենք։ Մենք սեղմել ենք Ռուսաստանի ձեռքը մի քանի անգամ մեր նորագույն պատմության մեջ առնվազն եւ տեսնում ենք ինչով է դա ավարտվում ամեն անգամ։ Վերջի անգամ սեղմել ենք 97 թվականին ստորագրելով մեծ ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ, որի ոչ մի դրույթ այսօր չի աշխատում բացարձակապես։ Չի աշխատում այդ պայմանագիրը։ Ռուսաստանը մենք գտնվում ենք այս պահին ցանկացած անվտանգային ճարտարապետության սահմաններից դուրս։ Մենք, այսպես ասեմ, լավ ժողովրդի լեզվով մենք անտեր ենք։ Անտեր ենք, որովհետև Ռուսաստանը իրեն պահում է շամպես, որը նստած է այդ խոտի վրա։ Իրոք, այդպես է։ Այսինքն ուրիշներին չեն թողում, իրենք էլ ոչ չեն անում։ Հիմա այս իրավիճակում Ռուսաստանը, այո, ձեռք է մեկնում, բայց մենք այդ ձեռքը սեղմելուց առաջ այստեղ չկա էմոցիա։ Ես միշտ ասում եմ, երբ որ ասում են Ռուսաստանը դավաճան է։ Ռուսաստանը դավաճան չի։ Քաղաքականությունում դավաճաններ չեն լինում։ Մենք պետք է այդ էմոցիոնալ կողմը դնենք մի կողմ։ Ռուսաստանը անում է այնպես իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ դա սկսվել է մեծ հաշվով 2007 թվականին Պուտինի հայտնի Մյունխենյան ճառից հետո, ինչպես պահանջում են իրենց շահերը, այնպես ինչպես դա նրանք պատկերացնում են։ Այդ շահերում առաջնահերթությունը տրվում է Թուրքիային եւ իհարկե Ադրբեջանին որպես թուրքական սատելիտ։ Հայաստանը գնացել է երկրորդ պլան, իսկ ինչ է նշանակում այս տարածաշրջանում գնալ երկրորդ պլան, նշանակում է, որ բոլոր խնդիրները լուծվելու են Հայաստանի շահերի հաշվին։ Եվ Լեռնային Ղարաբաղի սկզբից մասնակի կորուստը եւ հետո վերջնականապես կորուստը դրա վառապացույցն է։ Իրավիճակը սա է։ Մեր շահերը, Հայաստանի Հանրապետության շահերը Ռուսաստանի Դաշնության շահերի հետ չեն համընկնում, սա փաստ է։ Ցավալի է, բայց փաստ է։ Ես շատ կուզեի, որ մենք ունենենք այն հարաբերությունները, որոնք ունենք մինչև 2007-ը, օրինակ Ելցինյան Ռուսաստանի ժամանակ, կարծում եմ դա վատ չէր լինի մեզ համար։ Հիմա չկա դա եւ գոյություն չունի եւ հիմա նշмарվող ապագայում չի կարող լինել։ Հետեւաբար ինչ պետք է մենք անենք։ Նորից մեր աչքերը փակենք, հա, եթե մենք տարապում ենք քաղաքական մազոխիզմով, գնանք այդ ձեռքը սեղմենք, բերենք Սյունիքի մարզում հիպատոսություն բացենք, վաղ այդտեղ կգան ռուսական դիվանագետները, ինչ որ խումբ կգա առաջատար, հետո կգան զինվորականներ, որոնք իդեպ զինվորականներ կար դեն Սյունիքում ռուսական։ Վերջը մենք մի օր ինչ կտեսնենք, որ միջանցքը կամաց-կամաց ուղղակի առաջի գծում չեն կանգնած, մի քիչ հետ ենք։ Այո, ես կարծում եմ, որ Ռուսաստանը ընդհանրապես պետք է մաքրել ռուսներից Սյունիքի մարզը։ Սա մեզ համար գոյաբանական խնդիր է, վտանգ է իրենից ներկայացնում, որովհետև Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը չեն համընկնում։ Վերջ Էսա, իսկ եթե չեն համընկնում, ուրեմն պետք է փորձենք կառուցել հարաբերություններ այլ մակարդակով։ Ողջամիտ քաղաքականությունը ռուսների հետ փորձել շարունակել հարաբերությունները տնտեսական հիմքի վրա,
բայց դա չի ստացվել, որովհետև իրենք չեն բավարարում տնտեսականը, իրենք ուզում են քաղաքական։ Եվ որքանով ես հասկանում եմ, այդ վերջին 3 տարվա, մենք այդ շատ լավ թիվ ընդունեցինք, ընտրեցինք 3 տարվա ընթացքում անընդհատ Հայաստանի ղեկավարության վրա Մոսկվայից կա ճնշում այդ հարցում նոյեմբերի 9-րդ կետ, այսինքն քաղաքական աբսուրդը հասնում է դրան, որ մի ռուդիմենտալ փաստաթուղթը, որը վաղուց գոյություն չունի, ինձ համար առաջին օրվանից գոյություն չուներ, ես գիտեի ինչով է դա վերջանալու, ցավոք։ Մինչև հիմա նրանք պնդում են, որ այդ 9-րդ կետը պետք է իրականացվի։ Սա կարող է ինչ-որ ծիծաղելու բան թվա ինչ-որ մարդկանց, բայց սա ծիծաղալու չի, սա ռուսական քաղաքականությունն է։ Եվ եթե մենք ձեռքը սեղմում ենք, մենք պետք է հասկանանք, որ ձեռքը սեղմելով մենք ստորագրում ենք մի փաստաթղթի տակ, որով Սյունիքի մարզում սկզբից կլինի միջանցք, հետագայում կլինի ադրբեջանական եւ թուրքական ներկայություն, եւ վերջում կարող է այդ ամենը ավարտվել Սյունիքի մարզի սեցեսիայով Ադրբեջանի կողմից։ Կլինի հերթական գործարքը, ռուս-թուրքական, ոչ թե ադրբեջանական գործարքը։ Մենք պետք է սա անընդհատ մեր ուղեղներում պահենք եւ սա ընդունենք որպես հեռանկար։ Հիմա մեր իշխանությունները պնդում են, որ այդ սպառնալիքը, այդ թվում նաև գոյաբանական սպառնալիքը կվերանա կամ կչեցուքանա կամ կթուլանա այն պահին, երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանի վրա ճնշման մեխանիզմ մենք գոնե այս պահին կամ գոնե առայժմ, լավ այսպես ասեմ, չունենք։ Մեխանիզմ նման ունի Եվրոպան, չի բանեցնում դեռ։ Ունի Միացյալ Նահանգները, դեռ չի բանեցնում, չնայած այս վերջերս Միացյալ Նահանգներից այսպես ակնարկներ են գնում, որ լավ կլինի այդ համաձայնագիրը ստորագրել եւ շատ ավելի լավ կլինի, եթե դա արվի 3 մոտավորապես այս տրամաբանությամբ, բայց էլի ճնշում չկա։ Հիմա ըստ ձեզ այս մուկն ու կատուն ինչքան ժամանակ է շարունակվելու։ Կարող է անվերջ շարունակվել, ցավոք։ Եթե մենք չգործենք եւ եթե աշխարհակահաղական իրավիճակը չփոխենք տարածաշրջանում, հենց մենք դա պետք է մեզանից գա։ Մենք պետք է գնանք ռիսկի։ Մենք պետք է լինենք ավելի հետևողական, նախաձեռնողական եւ փոխենք այս իրավիճակը։ Խաղաղության պայմանագիրը նույնիսկ եթե այն ստորագրվի, դա ընդհանրապես մեզ տալու է ինչ-որ ժամանակ, ինչ-որ գործողությունների համար, եթե ստորագրվի, ես չգիտեմ ստորագրվի թե ոչ։ Եվ Ադրբեջանը դա հասկանում է։ Խաղաղության պայմանագիրը չի լուծում բուն խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ բուն խնդիրը, ես նորից եմ ասում, այս պահին X պահից սկսած բուն խնդիրը Արցախը չի։ Բուն խնդիրը տարածքային ամբողջականությունը չի։ Բուն խնդիրը այն դերակատարումն է, որը կա մեր տարածաշրջանում եւ որը ներկայացնում է հետաքրքրություն ամբողջ աշխարհի համար կոմունիկացիաները։ Սա է խնդիրը։ Եվ եթե մենք ուզում ենք, որ այդ խնդիրը փակվի, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հրաժարվեն այդ իրենց նկարտումներից եւ պահանջներից մեր նկատմամբ, մենք պետք է բալանսը փոխենք։ Իսկ բալանսը փոխելու կա 2 ճանապարհ։ Ոչ թե առանձին այլ ճանապարհներ, որոնք փոխլարացնող են։ Մեկը սեփական կարողություններն են, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ամբողջ ինչ կոչվում է անվտանգային համակարգ, սահմանին բետոնապատեր եւ այլն, եւ երկրորդը դա ալյանսների ձևավորումն է։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Մեկը առանց մյուսի չի աշխատելու։ Եվ մենք այս պահին ունենք կիսատ վիճակ եւ առաջինում եւ երկրորդում։ Որքանով ես հասկանում, Իրանի հետ են գնում բանակցություններ, ռազմավարական հարաբերություն, մակարդակը հասցնել հարաբերությունները, դա էլ է ճիշտ որոշում։ Ուղղակի այստեղ կան նյուանսներ, ինչպես անել այնպես, որ վաղը այդ ամենը մեր դեմ չաշխատի։ Սա լուրջ խնդիր է։ Սա հավասարակշռման խնդիր է։ Ֆրանսիայի դեպքում դա չկա։ Բայց դա էլ է ճիշտ ուղղություն։ Մենք այլընտրանք չունենք։ Միչև մենք այդ բալանսը չփոփոխենք, մենք կարող ենք Ադրբեջանի հետ 10 հատ խաղաղության պայմանագիր ստորագրենք, դրանից խնդիրը չի վերացվի, որովհետև նպատակը կա, հնարավորությունը կա, իսկ դուք ինչպես ասացիք, մենք չենք կարող ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ նրանց ստիպենք այդ նպատակից հրաժարվել։ Հիմա ես ձեզ մի հարց տամ, որը արտաքին քաղաքականության հետ թվում է թե կապ չունի, բայց հարցի վերջում կփորձենք հասկանալ ունի թե իրական թե չունի։ Հիմա տեսեք, վերջին օրերին աննախադեպ սրվել են իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունները, հայ առաքելական եկեղեցու, ընդ որում պահպանողական հատվածը, արմատական ընդդիմության հատվածը դրա համար որպես պատճառ մատնանշում է Ոմն Ալաշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունը, թե հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում իր բոլոր հարևան երկրների համար Հայաստանի
այդ անհետեցությունը դնենք մի կողմ, բայց այսպես ադրբեջանական նարատիվ է տանում իշխանությունը։ Իշխանությունը դեռ այսպես քիչ թե շատ անկալելի չի բացատրել, թե այս փայլատակում էս ինչի հետ էր կապված, էմոցիոնալ նկատի ունեմ փայլատակումը։ Հիմնականում բավարարվելով լավ եմ անում դրամաբանությամբ, բայց կա նաև երրորդ տեսակետ, այսպես այսօր երեք աչքովս ընկավ, որ նման կերպ իշխանությունը փորձում է պայքարել հայ առաքելական եկեղեցու միջոցով Ռուսաստանի ազդեցության դեմ։ Մի հատ լավ պատմված կա, կոչվում է ոսկե հորթը, գիտեք, այնտեղ Պանիկովսկին ասում է «Շուրա, я вам скажу всё как родному»։ Պարոն Սարդարյան, ես քաղաքական գործիչ չեմ, իշխանության ներկայացուցիչ չեմ եւ շատ հանգիստ կարող եմ ասել այն, ինչ իշխանությունը չի կարող ասել։ Ռուսական հետ կա այս ամենում, դա բացահայտ է եւ հասկանալի է, ում շահերն է սպասարկում հայ առաքելական եկեղեցին։ Ինձ հայտնի իրենց պատմության ամբողջ ընթացքում ցավոք Ռուսաստանի կայսերական շահերը։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ բավականին կոպիտ ձևով, ինձ համար անընդունելի ձևով թիրախավորում է այդ սրբազաններին տարբեր կալիբրի եւ մակարդակի, չի նշում հիմնական պատճառը։ Այդ բոլոր մարդիկ խոսքը գնում է հայ առաքելական եկեղեցու բացառապես վերնախավի մասին։ Ես եկեղեցու մասին չեմ խոսում ընդհանրապես։ Ես ինքս հավատացել մարդ եմ եւ կյանքում ինձ թույլ չեմ տա այդպեսի գնահատականներ հնչեցնել։ Ինքը ասում է այն, ինչ կարող է ասել, ինքը չի կարող ասել, որ Գարեգին Բ-ն կամ այդ արքիեպիսկոպոսները ծառայում են եւ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Հակառակ դեպքում նույն Կոպիրկինը շքանշանը Գարեգինի կծկին չէր կպցնի եւ Գարեգինը շատ ուրախ չէր ընդունի դա։ Ես սա ցավով եմ ասում, սա ինձ համար ցավ է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հավատացյալ մարդ, բայց սա իրականություն է։ Եվ հիմա թիրախավորելով այդ մարդկանց երկրի ղեկավարը փորձում է այսպիսով երկու ուղղությամբ աշխատել։ Առաջինը դա ներքաղաքականն է, շուտով մենք ունենք ընտրություններ, եւ երկրորդը դա հենց դա է, ինչի մասին դուք ակնարկում եք, որ հնարավորություն չունենալով ուղիղ նշել Ռուսաստանին, հա, նշում է իրենց։ Իդեպ առաջի դեպքում շատ կարևոր մի բան կա, ինչու է թիրախավորել հենց եկեղեցու վերնախավին։ Սա խնդիր է։ Եթե մեր եկեղեցին լիներ կուր ամուր կառույց, որը սպասարկում է բացառապես հայրենիքի շահերը, երբևից է ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ այլ երկրի ղեկավար այդպեսի բան չեր անի։ Ինքը խփում է թույլ տեղին։ Իրենք թույլ են։ Իրենք այս պահին հենց իրենց ձեռքով դեսավացի երթանքում այդ կառույցը բազմադարյա։ Իրենք իրենց ձեռքով քանդում են։ Եվ սա խնդիր է մեր բոլորիս համար։ Եվ առաջի հերթին հայ առաքելական եկեղեցու համար, որովհետև հայ առաքելական եկեղեցին իր իմիջը կատաստրոֆիկ կերպով անկում է ապրում։ Այդ ժողովրդին խոսցրեք, մարդկանց խոսցրեք, տեսեք ինչ են ասում այդ եկեղեցու իշխանների հասցեին։ Սա խնդիր է մեզ համար, սա կատաստրոֆա է, եւ այս կատաստրոֆան ունի մեկ լուծում։ Լուծումը մեկն է։ Իրենք պիտի սկսեն վերափոխել եկեղեցու ինստիտուտը ներսից։ Իշխանությունը դա չի անել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ասի պիտի լինի սենց, պիտի լինի նենց, իշխանությունը չի կարող դա անել։ Իրենք պիտի անեն դա, որովհետև դա a համապատասխանում է երկրի շահերին, b համապատասխանում է երկրի ինքնիշխանության անկախության շահերին եւ c ամենակարևորը հենց իրենց սեփական շահերին։ Եթե նրանք դա չանեն, այդ ինստիտուտը վերջնականապես ես չգիտեմ, կհասցվի մի մակարդակի, որ ընդհանրապես այնպես որպես օրինակ Հոլանդիայում, հա, Նիդերլանդներում եկեղեցին ինչ ազդեցություն ունի, այդպեսի մի բան է լինելու։ Եվ որպեսզի մենք դրանում համոզվենք, ուղղակի տեսեք աղանդները Հայաստանում ինչ վիճակում են այսօր, ինչ կարգավիճակ ունեն։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, այնպես որ իրենք պետք է դա անեն, որովհետև դա առաջի հերթին պետք է իրենց ինչպես հրաժարվել, սպասարկել արտաքին խաղացողների օրակարգը։ Վերջապես եկեղեցին պետք է սպասարկի բացառապես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը։ Այդ դեպքում մենք ունենալու ենք շատ լուրջ փոփոխություններ եւ վաղը Նիկոլ Փաշինյանը չի կարողանա թիրախավորել այդ պարոններին, որովհետեւ այդ հնարավորությունից զրկված է լինելու։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։